Շնորհակալ ենք Աստծո, որ շաբաթ միևս մեր վրա են անցուց, հավաքեց Աստված մեզ, որպեսզի կարողանանք զինք երկրբակել, բաշտել, որտեղ արժանի է մեր դերը փառաբանվելու եւ բաշտվելու ամեն օր եւ ամեն վայրկյան։ Ընթերցված Սամոսեն պիտի գարտամ հայերենով, որպեսզի քննենք թե մեր Աստվածը ով է։ Աստված կուզե ինքզինք ցույց տալ իրեն ստեղծագործությունով։ Առաջին ստեղծագործությունը, որ բոլոր աշխարհն էր եւ վերջը մեզի ստեղծեց մեջը, ինչու համար մեզի ստեղծեց, որպեսզի ցույց տա, որ ինքը ով է։ Մարդիկ շվարած են այսօրերուն, որ ով է Աստված։ Ոս Աստված ինքզինքը պատկերացնե, որ ով է։ 130-րդ Սամոսը կփասադրե թե ով է Աստված։ Աստծո գադարյալ գիտությունը ու հոգածությունը մեզ ամեն մեկուն համար։ Հետևյալը գսե, ով դեր զիս կնեցիր ու ջանցար։ Թուն գիտես իմ նստիլս ու ելլելս։ Իմ խորուրդս հերույեն գիմանաս։ Իմ շավիղս ու բարգիլս կքնես ու իմ բոլոր ջամփաներս գիտես։ Վասնզի բնավ խոսք չկա իմ լեզվիս վրա ով դերտուն ամենը գիտես։ Իմ ետևես ու արջևես իս պաշարեցիր եւ կուցերքդ իմ վրա ստերիր, այս գիտությունը ինձ խիստ զարմանալի է։ Իբր մարդ զարմանալի է Աստծո զորությունը։ Բարձր է ու չեմ գրնար հասկանալ զանիգա։ Ուր երտամ կողքետ եւ քույրեսետ ուր փախչիմ, եթե երգին կելեմ տունոնես, եթե թժող կանգողինս ընեմ անիգա այնադեն ալտունհոնիես։ Եթե արշալույսին թևեր առնեմ ու ծովուն վերջին զայրերը փնագին, հոնալ քուցերքդ ինձ պիտի առաջնորդե, ու քու ածերքդ զիս պիտի բռնե։ Եթե ասեմ իրավցնե խավարը զիս կծածկե, այնադեն գիշերնա լույս կլա իմ բոլորդիկս կուզորությունովդ։ Մուտնալ կեզի համար խավար չէ, հաբա գիշերը ծորեգի պես լուսավոր կլա, խավարը եւ լույսը միևնույն բանն են քո արջևը։ Մինչև հոս կարտացինք հիմա պիտի սկսենք բացատրել իրեն Աստծո հզոր մեծությունը։ Ինչպես կրնանք բացատրել Աստծո հզոր զորությունը մեր աչքերուն առջև դեսանելի եղած բաներով։ Այսօրվա աշխարհի բնակչությունը նկատի ունենալով դիեզերքի վրա գոյություն ունի 8200 միլիարդ ժողովուրդ։ 8200 միլիարդ ժողովուրդ։ Որ Գաբրին Աստծո ստեղծած ցամաքամասին վրա մեր դիեզերքի ցամաքամասը որ ունենք 29% է երկրակունտին։ Ուրեմն 29%-ի վրա այս ստեղծված հսկա աշխարհին մեջ ցամաքամասը եւ այս ցամաքամասին վրան 8200 միլիարդ ժողովուրդ կաբրի։ Այսինքն 8200 միլիարդ ժողովուրդ ամեն օր գերագուր պետք ունի։ 8200 ժողովուրդ արևին պետք ունի։ Ոչ թե միայն մենք արևին պետք ունենք, բոլոր ստեղծագործությունը արևին պետք ունի, որպեսզի աճի։ Ցորեն երբ որ գցանեն, Աստված որ ցանած է, արև երբ որ գելե, անցրև որ գուկա եւ արև որ գելե կսկսի ցորենը աճելու։ Որբեսի աստիեզարական բոլոր այս ժողովուրդը Աստված կերագրե, մարդիկ կխորին, որ իրենք են նողը, իրենք են ամեպանողը, ոչինչ կրնանել մարդիկ այդ Աստծոս աստրակիրը գոյություն չունենար աշխարհի վրա։ Ուրեմն, եթե 8200 միլիարդ ժողովուրդ ամեն օր գերագուր պետք է ուտե, ամեն օր հաց պետք է ուտե, ամեն մեկը եթե մեկ հաց ուտե, ուրեմն 8200 միլիարդ ժողովուրդ հաց գերած է, 8200 միլիարդ հաց պետք է լա։ Բզիկ օրինակով որ Հիսուս իրեն
ժողովրդին նստեցուց եւ անոթի էին անաբադի մեջ իրեն աշակերտներուն ասավ դուք հաց տվեք իրեն ով դերեսին հաց չունենք միան երկու նգանակ եւ երկու հաց ունի բասբադանին Հիսուսը ասավ բերեք այդ երկու նգանակը եւ հինգացը եւ ես օրտնեմ անիգա Հիսուս այդ երկու ցուգը եւ հինգ նգանակը արավ աղոթեց եւ այդ երկու ցուկ եւ հինգ նգանակով 5000 երիկ մարդ կերակրեց անոնց սկիներով եւ բզիկներով մտավորապես 20000 հոգի կերակրվեց ավանամբադի մեջ ինչու համար Աստված ասիգա արավ որբեսի քեզի եւ ինձի մեր աչքերը փանա որբեսի ճանչնանք որ ով է այն Աստվածը որ կերակրե 8200 միլիարդ ժողովուրդ ամեն օր այս աշխարհի վրա հիմա իրեն անցրևովը եւ իրեն արևովը ճուրը իրեն է արևը իրեն է որբեսի մեզ կերակրե ինչպես որ Հիսուս կերակրեց 5000 երիկ մարդիկ երեխաներով բզներով 20000 հոգի գելե եւ բոլորը կերակրեց երկու ցուգով եւ 5 նգանակով Աստծո զորությունը պետք է մենք ճանչնանք որ գիտնանք որ որը կբաշխենք որան գսիրե մեզի եթե Աստված չի սիրեր մեզի ինչ պետք ուներ արևը տնելու անցրևը ղրկելու աճապ ծորեն դանելու եւ աճապ պատասխանատվություն վրան վերցնելու որ ամեն օր կհոգա մեզ ամեն մեկը մեր երկրակունքի մնացած 71%-ը որ 139,500 միլիարդ կարագոսի մետր է զովեր են ճուրեր են օվկիանոսը գա զովը գա որ մարդիկ կարողանան երթալ եւ ցուգեր բռնել այդ հսկա զովուն մեջ են եւ գրնան գերագրվել ինչպես որ այդ բադանին երկու ցուկ բերեր հետը նաեւ այս երկրակունքին վրա աշխարհի վրա ունի ամենան բարձրակույն լերը որ անունը գոչվի Էվերեստ ծովու մագարեսեն 8848 մետր բարձր ինչու համար այս բաները կխոսենք ասոնք բոլորը ստեղծվեցան մեզի համար որբեսի ճանչնանք թե ով է մեր Աստված եւ նաեւ Աստված ուրիշ մոլորակներ ալ ստեղծած է Jupiter անունով մոլորակ մը կա որ մեր աշխարհին շատ մեծ է շատ մեծ է եթե մեր աշխարհը առնենք մեկ հատիկ խաղողի չափ Jupiter մոլորակը կրնանք պախտադել բասկետբոլի կնտագի չափ է 1300 անգամեն ավելի մեծ է Jupiter մոլորակը ուրիշ մոլորակներ ալգան որ մեր աչքերով չենք տեսներ ավելի հեռու են եւ Աստված ցույց կտածնելու համար որ իրեն հզոր զորությունը շատ մեծ է հայտնություն Հովաննու 5-րդ գլխուն 11-րդ համարը հետեւյալը գսե Երտնային Փարավոր թակավորության գազագերբությունը երեցներով եւ ռեշտակներով բազմությունով է եւ Աստծո ու Հիսուսի եւ Սուրբ Հոգուի ներկայության մեջ է հետեւյալը գսե հայտնություն Հովաննու 5-րդ գլուխ 11-րդ համար Եվ նայեցա նաև շատ ռեշտակներ ու ցայն լսեցի, որոնք աթորին ու գենթայներուն եւ երեցներուն պոլորդիկն էին ու անոնց թիվն էր փյուրփյուրավոր եւ հազարավոր։ Այսինքն 10,000 անգամ 10,000 միլիարդներով ռեշտակներ կան երկնքի թակավորության մեջ։ Անչերբեդի հզոր մեծությունը կապացուցանե Աստծո ներկայությունը եւ մեր ներկայությունը աշխարհի վրա գծուցանե իրեն ստեղծած մարդը, որ իրեն կնմանի։ 139-րդ Սամոսի մեջ պիտի շարունակեմ գարտալ։ 10-րդ համար հետևյալը գսե. Վասնզի տունը ստեղծեցիր իմ երիգամունքներս ու իմ մորս որավանի մեջ տունզիս ծածկեցիր։
Գուկոհանամ քեզմե, որ ահավոր ու զարմանալի գերբով ստեղծվեցա ու կորձերը զարմանալի են ու իմ անձս աղեք գիտե։ Վասնզի տունը ստեղծեցիր իմ երիգամունքներս, իմ մորս որովայնի մեջ տուն զիս ծածկեցիր։ Աստված իրեն բատկերով ստեղծած մարդը այս աշխարհի վրա եղող դիգնոջ որովայնի մեջ կգազմե ամեն ադեմ երբ որ մանուկ մը պիտի ծնի։ Իրեն բատկերով է կգազմվի անիգա եւ ոչ թե իրեն մորը իրեն հորը, այլ Աստծո բատկերով է կգազմվի, որովհետեւ այդ է խորհուրդը մեր ստեղծագործության։ Որովհետեւ անոր գազմվելը ոյ մեկը չի գռնար տեսնել եւ ոյ մեկը չի գռնար գիտնալ։ Որովհետեւ անիգա Աստծո մեկ Զնունտը բիդը լայս աշխարի վրա աստո նմանող մեկ անցմը բիդի զնի այս աշխարի վրա։ Իմ կոյությունս չզացկվեցավ քեզմե, երբ քադուկտեղը շինվեցա ով Աստված։ Երկրի խորություններում մեջ ջարդարաբդությամբ կազմվեցա քեզմով։ Քո աչքերդ իմ անգադար գազմվածքս տեսան ու անդամներուս բոլոր քու կրկիտ մեջ գրված էին, որոնք ժամանակին պիտի գդարվեին, երբ դեռ անոնց մեկը չի գար։ Որչափ պատվական են ինձի քու խորհուրդներդ ով Աստված, որչափ մեծ է անոնց թիվը։ Եթե համրամ զանոնք ավազեն շատ են, երբ արդնամ թերքեզի հետ եմ, իրավցնե ամպարիշտը պիտի իսպաննես ով Աստված, ուրեմն ով այրունահեղ մարդիկ հեռացեք ինձ մե։ 20-րդ համար գսե, փորձեզիս ով Աստված ու քիծիր իմ սիրտս, զիս քննե ու քիծիր իմ մտածումներս, եւ նայե թե արդյոք չար ջամփու մեջ եմ, եւ զիս թեպի հավիտենական ջամփան առաջնորդե։ Այս զոր մեր թակավորին, մեր Աստծույն, խորհրդին վրա պիտի գարտամ հայտնություն Հովաննու 5-րդ գլուխը։ Աշխարհի վրա Աստծո գառուցած աշխարհը գարտացին անոր մասին, մարդուն մասին, հիմա պիտի գարտան կերտնային թակավորության գազմագերբության մասին։ Աթորին վրա նստողին ացերքը կիրք մդեսա ներսեն ու տուրսեն կրված եւ ոտը գնիկով գնկված։ Զորավոր հեշտակմը դեսա, որ մեծ ցանով կգանչեր, ով արժանի այդ կիրքը փանալու եւ անոր գնիկները կագելու, բայց ոչ երկնքի մեջ, ոչ երկրի վրա, ոչ երկրի դակ գտնվեցավ մեկը, որ կարող լար այն կիրքը փանալ, ոչ ալանոր նայիլ։ Ես ալսաստիկուլայի, քանի որ մեկը արժանի չգտնվեցավ այն կիրքը փանալու, ոչ ալանոր նայելու։ Ու երկնքի թակավորության մեջ երեցներն մեկը ինձ իսավ։ Երեցներ կոյություն ունին երկնքի թակավորության մեջ, խորտատուներ ունի Աստված։ Միլար, ահութայի ցեղեն Եղողարյուծը Դավիթի արմատը հաղթեց եւ ով որ այն կրկի պիտի փանա ու անոր 7 գնիկները պիտի կագե, դեսա թեաթորին ու 4 կենթաներուն մեջտեղ եւ երեցներուն մեջ գանած կառնուկ մգար որպես տեմոր տված, որ 7 եղջյուր ու 7 աչք ուներ, որոնք Աստծո 7 հոգիներն են, որ բոլոր երգիր կղրգվին, ուր կղրգվին։ Բոլոր երգիր կղրգվին։ Երկնային թակավորության մեջ գազմագերբությունը եւ ղեկավարությունը Աստծո 7 հոգիները կղրգվին թեպի ուր, թեպի երգիր։ Անիգա եկավ ու աթորին վրա նստողին ացերքեն կիրք արավ, երբ կիրք արավ 4 կենտանիներ ու 24 երեցներ քարունուկին արջև ինգան ու ամենքնալ քնարներ ունեին ու ոսկե խնգամաններ խունգով լեցուն, որ սուրբերունահոտներն են։ Սուրբերունահոտները ուր են? Խնգամաններուն մեջն են, որուն արջևն են? Նրա Աստծուն արջևն են։ Որ մեկ Աստծուն արջևն են, դիեզերքը երկինք եւ երկիր ստեղծող Աստծուն արջևն են։ Այս հսկա դիեզերքը ստեղծող եւ անոր ղեկավարին արջևն են մեր աղոտները։ Նոր երկ մգերքեին ասելով արժանի է ստուն այդ կիրքը առնելու եւ ադիգագնի եւ ադոր գնիկները քագելու վասնզի մորթվեցար ու կարունովդ մեզ զախու արի Աստծո համար ամեն ցեղե ու լեզվե ու ժողովուրդ ու ասկե։
Երկնային թագավորության ծրագիրը աշխարհի ժողովրդին համար արձանագրվեցավ հայտնություն Հովաննու 5-րդ գլխի մեջ։ Թունես աշխարհի վրա գաբրիս երկնային թագավորության ծրագրին համաձայն։ Ամեն պերանը տեգածդ մի թափտպեր ասորանոր։ Տուն Աստծո զավակն ես, Աստծո ներկայացուցիչն ես այս աշխարհի վրա, որը ստեղծված ես եւ 29% հողին վրա կպնակից տուն, ուրեմն պիտի ներկայացնես այս Աստվածը, որ քեզի կյանք կուտա ամեն օր գերագրելով։ Եվ մեզ մեր Աստծուն թագավորներ ու քահանաները իր որպես երկրի վրա թագավորենք եւ նայեցավ եւ շատ ռեշտակներ ու ցայներ լսեցի, որոնք աթորին ու գենտայներուն եւ երեսներուն բոլորդիկներին ու անոնսիմներ փյուրփյուրավոր հազարավոր, որոնք մեծ ցանով գսեին։ Այդ մորտված քառնուկը արժանի է զորություն, մորտված քառնուկը ով է Հիսուս Քրիստոսն է, որ խաչին վրա մեռավ։ Հարստություն, իմաստություն, զորություն, կարողություն, բադիվ, փառք, օրհնություն առնելու։ Եվ նայեցեք ինչ կսե 10-րդ համարը։ Բոլոր արարածները, որ երկնքի մեջ ու երկրի վրա ու երկնքի դագը եւ ծովու մեջ ամեն ինչ որ անոնց մեջ կային լսեցի, որ գսեին։ Խոսողները կան այս աշխարհի մեջ են եւ երկնքի մեջ են։ Աթորի վրա նստողին եւ քառնուկին օրհնություն ու բադիվ եւ փառք ու զորություն հավիդյանս հավիդենից։ Մինչեւ երբ իրեն փառքը հավիդյանս հավիդենից։ Անոնք որ այս աշխարհի վրա դակավին գույրորեն գաբրին Աստծո անտեպ հարցնելու որով է եւ այսպես հրավ եւ ամես հրավ կխնդրեմ իրենց մե որ արթնան եւ դեսնեն թե իրեն գաբրին եւ իրեն կազմվեցան Աստծո հրամանով իրենց մորը որովայնի մեջ որբեսի զասված բարավորեն եւ ոչ թե Աստծո քննադատեն։ Եվ 4 կենտայները գսեն ամեն ու երեսները ինգան ու երկրբակություններին։ Երկնային թագավորության մեջ ղեկավարությունը պաշտամունքի բոլոր երեսները ելան եւ երկրբակություններին մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսօր տուն եւ ես ով ենք, որ մենք մեզի խորենք, որ մենք բան մնենք։ Լսոներում մեջ եթե կան տեսակ անձնավորություններ, արթնցեք, սիրելի հայեր, սիրելի ասկականներ, բարեկամներ, երկրպագեցեք այն Աստվածը, որ երկինք ու երկիրը ստեղծեց, որ ձեզի հետ ամեն օր այս աշխարհի վրա։ Ձեր լեզու դվողը ինքն է, որ գրնաս խոսել եւ փառավորել իրեն Սուրբ անունը։ Երկնային թագավորության մեջի 24 երեսները ծնկաճոք ձրան եւ անոր արչեւ ու պաշտամունքի երկրպագություններին։ Այն Աստծուն, որ քեզի համար եւ ինձ համար ներավ այս աշխարհի խաչին վրա։ Եվ 4 կենտանիները գսեն ամեն բույրեցները ինգան ու երկրբակություն, որոնք են այս 4 կենտանիները Աստծո քովը գաբրին անոնք, թագավորին քովն են, երկնային հզոր թագավորին ծրակերներուն հետն են, աշխարհը ղեկավարելու մեջ, դիեզերքը ղեկավարելու մեջ, քեզ եւ ինձի գերագրելու մեջ ամեն օր իրեն ծրակրի մեջ նստուն եւ ես, որբեսի գրնանք ապրիլ այս աշխարհի վրա։ Եթե Աստծո ծրագիրը վերցնես այս աշխարհեն միլիարավոր 8200 միլիարդ մարդիկ մեկ օր չեն ապրի։ Մեկ օր ինչ չեն գնար ապրի։ Եթե Աստծո ծրագիրն մեջը չլար մեզի հոգ տանելու եւ մեզի գերագրելու։ Ուրեմն մի մոռնակ։ 29% այս աշխարհի մեջի որ հողամաս է մենք մարդիկ կաբրին 8200 միլիարդ մարդիկ կաբրին։ Եվ 8200 միլիարդ մարդիկ ամեն օր գերագուր պետք է ուտեն եւ անոնց հոգադար եղողը մեր երկինքի եւ երկիրը ստեղծող Աստվածն է։ Եթե արևը վերցնես, գերագուր չգա աշխարհի վրա։ Պանչարեղենը երբեք չաբրի եւ մտության մեջ կմնա։ Բայց քանի որ Աստված մեզ հետ ծրագիր ունի, մեր մորը որովայնի մեջ մեզ գազմող ինքն է։ Գիտությունը չէ գազմողը։ Ոչալ մարդիկ ստեղծած են ասկիդությունը։ Աստվածը ռազ է, քանի որ իր պատկերով է ստեղծեց մարդը։ Ուզես որ իր մորը որովայնի մեջ այնպեսի պատկերը լա, որ իրեն գնմանի դամանուկը, ոչ թե ուրիշ, ոչ կենտանի կամ չորքոտանի։ Արթուն գնանք եւ փառավորենք մեր Սուրբ Աստվածը ու երկրբակենք անիգա։ Մեր գանքին փոլորորուն մեջ մեր շրթունքներեն թող չի բացի անոր բարապանություն եւ փառք եւ բադիվսելը։ Աչքերդ կպանան շնորհակալություն հայտնի հայրին։ Ողորմ է ինձի հայրին, որ այսօր մեղ չի կորզեմ։ Ողորմ է ինձի հետ կալի իմաստություն դուր, որպեսզի կարողանամ քեզ ներկայացնել անոր որուն հետ խոսի։ Ճամփան երբ որ գկալես մեկ քեզի հայ գսե, երենս է փակ ներոջ։
praise the Lord ասե, տոմարտ արդնա, որբեսի պետք է praise the Lord-ը ասե հայսելու դեր։ Եվ հարցում հարցնեք ես, yes, praise the Lord, այո, պարկև բադիվ այսօր ողջ ես ասելով։ Մարդիկ քունի մեջ են, ով է արդնցնե, ով պետք է արդնցնե, թուն և ես։ Մենք ենք Քրիստոսի տեսմանները այս աշխարհի վրա, որբեսի վգայենք անոր թագավորությունը։ Ոչ թե մեր denomination-ներն են աստուծոծարաները, մենք ենք աստուծոծարաները, մարդիկ են աստուծոծարաները։ Եկեղեցական դարբերությունները մեկ կողմ տնելով, ամեն մեկ անձնավորություն, որ կպատկանի ոչ մեկ եկեղեցի պետք է փառավորի այն Աստվածը, որ այս երկինք եւ երկիրը ստեղծեց եւ շնորհակալություն հայտնելու է բոլորը առանց ոչ մեկ վարյան գործընծնելու այս աշխարհի վրա, որովհետեւ բոլոր արարածները, որ երկնքի մեջ ու երկի վրա ու երկի տակ եւ ծովու մեջ ու ամեն ինչ որ անոնց մեջ կային լսեցի որ գսեին աթորին վրա նստողին կառնուգին օրտնություն, բադիվ, փառք, զորություն, հավիդյանս հավիդենից դեր օրտնը այսօրվա սուրբ պատկամը եւ դերը դա որ այս խորհուրդներուն մեջ եւ այս ճշմարության վրա մեր կյանքերը վերանորոգենք իրեն հանցնելով մեր կյանքը ասելով մեր լեզուները, մեր խորհուրդները, մեր ծրագիրները թողանոր парքին համար լան եւ տակավին գաբրինգ այս աշխարհի վրա դերը օրտնեց բոլորդ եւ բահեցես որբեսի ամեն օր կարողանաք իր парքին համար ապրիլ որովհետեւ դերը парքի փարապանության արժանի է ծեր կյանքին բոլոր օրերուն մեջ այժմ ցդեսություն մինչև հաջորդ հանդիպում ամեն